Մենք մշտապես հանդես ենք եղել Ռուսաստանի տնտեսական անկախացման օգտին, բայց մեր քաղաքականությունը հետևյալն է եղել. նախ դու այլընտրանքներ ես ստեղծում, նախ դու պատրաստում ես այլ շուկաները, հետո աստիճանաբար դիվերսիֆիկացիա ես ենթարկում։ Այդ թվում չկորցնելով նաև Ռուսաստանի շուկան։ Այսինքն, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակը։ Նիկոլ Փաշինյանը ասում է թող գնան, ոնց ասած իրանց գլխի ճարը տեսնեն, կողնորոշվեք, գնացեք, այդքան հեշտ է, գիտեք վատը որն է ԿՊ-ի։ Այս ԿՊ-ի մեջ մի մարդ չկա, որը հաջողակ ժամանակին բիզնեսմեն եղած լինի, հաջողակ կառավարիչ։ Բոլորը ինչ որ այն ամերիկացի կասման լուզերներ են եղել, ոչ մի հարցում ոչ մի հաջողության չեն հասել։ Կրզոն պատկերացում չունեն։ Ինչ? Կրզոն հաջողակ բիզնեսմեն չէ։ Կրզոն ԿՊ-ական չի։ Կրզոն իրանց տերն է։ Ես նկատեմ կուսակցությունը որպես այդպիսի բանը։ Դե Կրզոն էլ դեմ է այս ամբողջին։ Կրզոյի խնդիրն ուրիշ է, բալն է, եթե քաղաքական գծին կողմ լներ, այնա կլներ падգամավորների շարքով, բայց Կրզոն ինքը որ Կրզոն, Լֆիկս, սրանք ԿՊ-ականները չեն, սրանք նախկին օլիգարխներն են, որոնք փոխել են իրենց գույնը, դառել են Նիկոլի օլիգարխը, վաղը դառնալու են հաջորդ իշխանության օլիգարխը։ Իմ ասած հետևյալն է, չի կարելի արկածախնդրությունը իբր լուրջ քաղաքականություն ներկայացնել, չի կարելի կախվածությունը Ռուսաստանից փոխարինել կախվածությամբ Ադրբեջանից եւ Թուրքիայից, եւ դա իբր թե ապագաղութացում ինքնիշխանության աճ եւ այլն բաներ ներկայացնել։